Տեր Աստված, վերջը կոտրեցիր, քանի անգամ ասացի, բայց դու չէիր լսում, ինչու նրան չեք դասյարակել, ինձ բանի տեղ չդրեց, անպետք տղա, այս ինչ է, չասացի, որ չանես, ես քեզ ասում էի, ներողություն խնդրիր, ներեցեք, Մաջի, ներեք նրան, երեխա է, ես ես համար ուրիշ ձեռնապայտ կբերեմ, ինձ ուրիշը պետք չէ, եթե պետք լինի, տղաս կպատվիրի, Ոչ դա ինձ տվեք, ես ճիշտ դրանից կգտնեմ ու կբերեմ ձեզ համար Այո, նախ ձեր երեխային ասում եք, որ ձեռնապայտը սկոտրի, հիմա էլ ինձ լավություն եք անում, ուզում եք նոր է գնել, այդքան փող ունեք, որ գլուխ եք գովում Արեք ինչ ուզում եք, ես իմ խոսքի տերը կլինեմ Ես անելու եմ այն, ինչ ուզում եմ Դադիջի, ներեցեք խնդրում եմ Ինչ եք ուզում ինձանից Ուզում եք որ գնամ, լավ կգնամ Դադի, մենք քեզ բաց չենք թողնի Ամեն մանր բանից այդպես մի բարկացիր Փայտելի մի մեծ բան չի Հերու գնա, թող անցնեմ Նախ հանգստացիր, խորը շունչ քաշիր Ես քո ձեռնափայտից քանիստ եմ կոտրել, հա Ես քեզ համար ավելի լավը կգտնեմ Ոչ, թող գնամ Մաջի, նստիր Թե չէ ճնշումդ կբարձրանա Ճիշտ չէ Իսկ եթե ճնշումդ բարձրանա, դու գիտես, չէ ինչ կլինի Լավ, հիմա կնստեմ Դե եկեք սկսենք արարողությունը Այո Թափկի աղջիկս, սա մեր ընտանեկան մասունքներից է Մեզ մոտ սովորություն կա, ապագա հարսը պետք է ընտանեկան զարդեր կրի և զգեսներ Աղջիկս գնա փոխվիր, եթե իհարկե դեմ չես Մորակույր, ինչու պետք է դեմ լինեմ Դուք բոլորդ ինձ այնքան եք սիրում Ես կհետևեմ ձեր բոլոր սովորություններին Բիհան, լսիր, այդ աղջիկը կակազում է Զարմանում ես, չէ? Ես էլ էի զարմացել, երբ նոր իմացա Բասուն լրիվ խելքը գցել է, որ այսպիսի աղջիկ է գտել Դրովի համար Դադի, եթե մայրիկը Բահաբիի կակազելու մասին իմանալով հանդերձ էլի նրան ընտրել է Ուրեմն նրա մեջ հաստատ առանձնահատուկ ինչ-որ բան կա Ես հիմա ուշադիր կլինեմ Տեսնես ինչն է այդպես հմայել բոլորին Հիմա սա կհակնեմ Տակ, պակորի եմ բերել Ոչ մայրիկ, ոչ մի դեպքում Դուք նստեք, մենք սա կանենք Ոչ, պետք չէ, դու էլ նստիր, խնդրում եմ Ջիջու, սա քեզ համար է Հատուկ Ահա, տակ պակորի Ադիտին է պատրաստել Զարմանալի չէ, որ այսքան կարմիր են Այդպես էլ պետք է լինի Ես կարմիր պղպեղ եմ ավելացրել, հատուկ քեզ համար Դրով տղաս Մենք ուզում էինք իմանալ, ինչու հայրդ էլ չի եկել Ամեն ինչ կարգին է Այո, իրականում Նա պետք է գար Բայց վերջին պահին մի գործ պատահեց Դրա համար էլ չեկավ Օրենքով ամեն հայր էլ պետք է իր որդու նշանադրությանը մասնակցի Ճիշտ է Բիհան, դու ոչինչ չես ուտում Կեր Այո, իհարկե, ես նրանք լրիվ կուտեմ, այնքան սոված եմ Ինչպես է, լավն է, չէ? Ապսետ դատարկ է, դուր էլի լցնեմ Ոչ, շատ տաք են Ինչ ես խոսում բհայա, շատ լավն է Քեզ ինչ է եղել Բիհան, քեզ ազած գա, հանգիստ կեր Դու պակորի շատ է սիրում, չէ? Բիհան բհայա, մենք մերն արդեն կերել ենք Դու ինչու չես վերջացնում
Ինչ եղավ տղաս։ Հերու գնա։ Արի։ Քերի շատ կծու է, որտեղ է լողասենյակը։ Այնտեղ։ Ինչ ես անում այստեղ։ Սա լողասենյակ չէ, սա քո սենյակն է։ Որտեղ է լողասենյակը։ Դա։ Ասա որտեղ է այդ բաները մոռացիր, պետք է բերալս ողողեմ։ Դա։ Դե հերիք է կակազես, վիճակը չես տեսնում, սա քրոջը տարածն է։ Դու եւ քույրդ միշտ որտեղ է լողասենյակը։ Լողասենյակը։ Դա Լսիր, ես ներողություն եմ խնդրում, բայց ինչ կերել եմ շատ կծու էր, արագ ասա որտեղ է լողասենյակը։ Ինչ։ Լսիր, աթորիտակ Մարգարիտ կա։ Դադի, դուք առավոտից ոչինչ չեք կերել։ Մի քիչ թեյ խմեք։ Ոչ, չեմ ուզում։ Ահա, վերցրեք։ Ոչ, ասացի, չեմ ուզում։ Տեր Աստված, թող, գնա։ Շատ տաք էր, այրվեցիք։ Ես հիմա սառը ջուր կբերեմ։ Պետք չէ։ Ոտքս այրեցիր ու հիմա այս ընտանիքում մի նորմալ մարդ չկա։ Մորաքույր, մի նեղվեք։ Տատի կրկասի, եթե մի բան պետք լինի, ամեն ինչ լավ է։ Դադի, նստիր։ Նստիր։ Լավ ես, չէ՞։ Դուր բաժանեմ, ես կտամ։ Ես ու Ադիդին դեռ չենք խոսել։ Հանգստացիր։ Ես լսել եմ, որ դու իրավաբանություն ես սովորել Դելիում, չէ՞։ Այո, մի տարի առաջ եմ ավարտել։ Ես էլ եմ միշտ երազել փաստաբան դառնալ, բայց Զարմանալի չէ, որովհետև շատախոս ես։ Բահայա։ Թափքի, դու երևի արդեն կարդացել ես հաղորդագրությունս։ Դրուվ ջիջու, խորասուզվել ես մտքերի մեջ։ Ինչ է եղել։ Թափքին ես կարոտել։ Ադիդի, նա ամուսնանում է քրոջդ հետ, այնպես որ էլ չի կարոտի։ Տեսնում ես, մամ։ Նրանց ասածը շուտով օրենք է դառնալու։ Քերի, ես մի կարևոր զանգ պետք է անեմ։ Լավ տղաս, գնա։ Գոնե թե ետ խմիր։ Ես հիմա կգամ։ Թող հանգիստ անցնեմ։ Ինչքան երջանիկ է իմ Դրուվը։ Իմ թափքին էլ է շատ երջանիկ, քույրիկ։ Եվ դա միայն ձեր շնորհիվ։ Եթե դուք նրան չօրհնեիք, նա երևի երբեք իր երջանկությունը չէր գտնի։ Այո, ձեր թափքին արտակարգ երեխա է։ Ուր էլ որ գնա, բոլորին երջանկություն կբերի։ Դի, ինչ է եղել, ինչու ես այդքան տխուր։ Դրուվը հաղորդագրություն է ուղարկել, կարդամ։ Թափքի, ես ուզում եմ քեզ հետ հանդիպել արարողությունից առաջ։ Ես քեզ դրսում կսպասեմ, արի դուրս խոսենք։ Շատ կարևոր է։ Դի, ինչքան ռոմանտիկ բան է կանում հարսանիքից առաջ։ Շատ ռոմանտիկ է։ Ադիտի, ես չգիտեմ թե ինչ անեմ։ Ինչ պետք է անես, գնա, տես Դրուվին։ Ես չեմ կարող դուրս գնալ, բոլորը նստած են դրսում։ Շուտով արարողությունը կսկսվի։ Կսկսվի, ասում ես։ Բայց առանց հարսուփեսայի ինչպես են սկսելու։ Նա դրսում է։ Դուք իրավունք ունեք հանդիպելու։ Գնա, ինչ ես մտածում, Դի։ Դու ճանաչում ես Դրուվին, չէ՞։ Երևի կարևոր բան ունի ասելու։ Դրա համար էլ ուզում է տեսնել քեզ։ Անպայման պետք է գնաս։ Հետնամուտքով դուրս արի։
Ինձ ասել են, որ այս հրաշագործ յուղի շնորհիվ բեղերը շուտով կսկսեն առատորեն աճել, Նաթուլանի նման, որ 2 օր չի տևի։ Արդեն 15 օր է անցել, բայց դեռ ոչինչ չի աճել։ Լսիր, քո այդ Նաթուլալը ֆիլմերում կես բեղեր էր կպցնում, թզուկ։ Ինձ թզուկ չասես, դու ես թզուկ։ Ամբողջ ընտանիքդ է թզուկ։ Այստեղ ես։ Չես տեսնում։ Ես այստեղ եմ, զարմանալու ինչ կա։ Ինչ ես ուզում։ Մայրիկն ասաց, որ 3 թափքի ընտանիքներ եկել։ Այո, մուրացկաններն էին հյուր եկել։ Բայց ես նրանց այնպեսի դաս տվեց, որ կյանքում չեն մոռանա։ Ես բոլորին պատմեցի, թե ինչ էր եղել խնջույքի ժամանակ։ Նրա տնօրենը դողում էր, երբ ես նրա երեսին ասացի, ինչ մտածում էի։ Լացակոմած կանգնելու ասում էր՝ «Ների»։ Ինչ եղավ։ Ինչ ես կանգնել, գնա թե լցրու ինձ համար։ Նա ինչու է եկել այստեղ։ Հույս ունեմ նորից չի ծեծի։ Այո, պարոն։ Ուզում եք ինձ տեսնել։ Կարևոր բան է։ Ինձ համար կարևոր է։ Թափքի մենք շուտով կնշանվենք։ Դու ինձ հարազատ մարդ կդառնաս, իմ տուն կմտնես։ Բայց մինչև դա ես ուզում եմ իմ տեղն իմանալ քո սրտում։ Մի յուրահատուկ տեղ, որը միշտ միայն իմը կլինի։ Այս պահը երբեք չվերադառնա։ Դրա համար ես ուզում եմ, որ այս պահը ավերջ մնա ինձ հետ։ Մնամ մեր կյանքում։ Դրա համար ես քեզ մի նվեր եմ բերել։ Աչքերդ փակիր։ Աչքերդ բացարա թափքի։ Ես իմ սերը քեզ խոստովանեցի Թաջ Մահալի առաջ։ Հիմա մենք պատրաստվում ենք նոր համատեղ կյանք սկսել։ Եվ ես ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել։ Շնորհակալ եմ։ Ես գիտեմ թափքի, որ Թաջ Մահալը քո կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի։ Քեզ համար թանկ հիշողությունների աղբյուր է, կապված է մանկությանդ հետ։ Քո ամեն օրը տարիներ շարունակ սկսվել է դրան նայելով։ Դու քո վիշտն ու ուրախությունն ես կիսել նրա հետ։ Դրա համար էլ իմ առաջին նվերը քեզ այս Թաջ Մահալն է։ Սա նրա համար է, որ հասկանաս։ Ագրայում նա է քեզ համար եղել։ Իսկ Նորայում ես եմ։ Սրանից հետո քո օրը կսկսվի այս Թաջ Մահալին նայելուց։ Նա կուրախանա քո ուրախությամբ։ Կտխրի, եթե սիրտդ նեղված լինի։ Ես չեմ կարող քեզ համար Թաջ Մահալ կառուցել։ Բայց սա քեզ մեր սերը կհիշեցնի։
Ոչինչ չես ասի։ Ես այսօր ստացա իմ Թաջ Մահալը։ Ուրիշ ասելիք չունես։ Ուրիշ ինչ ասեմ։ Զգացմունքներդ։ Այսինքն խոսիր այն զգացմունքների մասին, որ ունես իմ հանդեպ։ Ես Ոչինչ։ Աչքերդ ասում են այն, ինչ կա քո սրտում։ Երևի ժամանակ է պետք, որ նաև արտահայտվես։ Ոչինչ։ Ես կսպասեմ։ Կխոսես, երբ ժամանակը գա։ Գնանք։ Արի։ Կհանդիպենք ներսում։ Հալո, մամ, մայրիկ թապկին ամուսնանում է։ Հերոստատեսային այն աստղի, Դրուվ Պանդեի հետ։ Այո, նրա տնօրենն է։ Հա, նրա հետ է։ Մտածում է, թե մեր բաժանվելուց հետո թապկիի կյանքը լրիվ կխորտակվի, բայց նա հերոս է գտել։ Եվ նրան տեղն է։ Թող ամբողջ կյանքում լաց լինի։ Թող թապկին կակազի, իսկ նա տանջվի։ Մամ, ինձ թվում է ամուսնանալուց հետո նա թապկիին կլքի։ Եվ թապկին էլ չի կարողանա նայել մարդկանց աչքերին։ Մամ, այն ժամանակ կտեսնես, թե ինչպես կծիծաղեմ Դրուվի վրա։ Այսով է։ Թող ինձ, քեզ ինչ եմ արել։ Թող ինձ։ Բաց թող։ Թող։ Ասում եմ թող։ Թողնում եմ։ Լսի, գժվել ես ինչ է։ Եթե մի անգամ էլ համարձակվես Դրովի ու թապկի անունը տալ, ես քեզ 10-րդ հարկից կգցեմ։ Բայց դու ոչ թե ցած կընկնես, այլ ուղիղ երկինք կգնաս։ Հասկացա՞ր։ Ասա այո։ Ախ։ Հա։ Բայց ես քեզից չեմ վախենում։ Ես քեզ ասում եմ, դու գժվել ես, որովհետև հարձակվեցին ինձ վրա։ Ով ես դու։ Եթե ինձ էլի մի բան անես, ես ոստիկանություն կդիմեմ։ Զանգեմ։ Ախր ինչ ես անում։ Զանգ տուր։ Սպասիր, ինչ ես անում։ Վերցրու։ Ես նոր էի դա գնել։ Դու կապիկ ես, հասկացար։ Բացարա։ Ուրեմն 28 հատամ ունես, հա։ Լսիր, 4-ը հանիր, մնացածն էլ արծաթապատիր։ Չեմ հանի, ինչ ես անելու։ Բոլորը կոտրելու եմ։ Այդ ժամանակ միայն լնդեր կունենաս։ Լավ, եղբայր, ես խալ եմ արել, էլ երբեք Դրուվի ու թապկի մասին ոչ մի բան չեմ ասի, երդվում եմ։ Մորս անունով եմ երդվում։ Ասելն ինչ։ Չհամարձակվես նույնիսկ մտածել նրանց մասին։ Լավ, թե չէ քեզ այնպես կտնկեմ հողի մեջ, որ մարդիկ նայելուց չեն հասկանա, դա մարդ է թե կարտոֆիլ։ Լավ, հիմա կարող եմ տուն գնալ, այսինքն զոքանչից տուն, ես գնացի։ Ինչու ես այդ քաշտապում։ Քանի ես այստեղ եմ, դու պետք է կռացած մնաս։ Կապիկ, որը թառած է հավի պես։ Հասկացար։ Լավ, ես կռացել եմ, ինչու ես ինձ նեղացնում։ Ես կռացել եմ։ Ահա, հավ եմ։ Իսկ հիմա սկսիր կչկչալ։ Ինչ։ Կչկչա թե չկխփեմ։
Լավ է, ու առանց դադար տալու կչկչա։ Ինչու ես ակլորի ձայն հանում։ Դու ես յոգայով էի զբաղվում։ Յոգայով։ Հավի դիրքով։ Հիմա յոգայով զբաղվելու ժամանակն է։ Եթե ինձ համար ծանր վիճակ է ստեղծվում, ես միշտ էսպես եմ անում։ Լավ, դու ներս գնա, մի քանի ձուածեմ ու գամ։ Այսինքն մի քանի դիրքեր ընդունեմ ու գամ, էլի։ Թե ետ։ Թափկի աղջիկս, հիմա արարողությունը կսկսենք, հիմա ամեն մեկս քողիտ մեջ բրինձ կլցնենք։ Դու պետք է այդ բրինձը լավ պահես։ Արարողությունը կսկսի և նշանը կտա մեր տան ամենաավակ անդամը։ Դրովի տատիկը։ Արի մաջի, արի։ Պոնամջի, դու գնա, դե։ Մաջի։ Եկեք։ Ես ոչ մի նշան էլ չեմ ուզում տալ։ Մաջի, ինչ ես ասում։ Ինչու չես ուզում մասնակցել արարողությանը։ Դու պետք է գաս, Մաջի, արի, որովհետև մեր տանն ամեն ինչ դու ես որոշում։ Դու ես աղջիկ ընտրել։ Դու ես ամեն ինչի համար պայմանավորվել։ Դու էլ արարողությունը արա։ Դու ինձ աղջկան ցույց չէիր տվել։ Իմ կարծիքը չէիր հարցրել։ Հիմա էլ ուզում ես, որ ես սկսեմ արարողությունը։ Ոչինչ էլ չեմ անելու։ Ես գնում եմ։ Ես չեմ ուզում մնալ այստեղ։ Բիհան, արի, օգնիր ինձ։ Դադի։ Արի գնացինք, Բիհան։ Սպասեք, դադի։ Արի գնանք։ Դադի, սպասիր։ Դու բոլորից մեծ ես։ Նշանադրությունն առանց քորնության լիարժեք չի լինի։ Ինձ ինչ, թող չլինի։ Եթե իմ կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում, ես ինչ գործ ունեմ այստեղ։ Ինչի համար մնամ։ Արի գնացինք։ Դադի, սպասիր հանուն թորնիկիդ, որը քեզ այնքան շատ է սիրում։ Սա նրա կյանքի ամենամեծ որոշումն է։ Սպասիր նրան, դադի։ Հերիք է, դերասանություն մի արա։ Դուք արդեն ամեն ինչ որոշել եք։ Ես ձեր ինչին եմ պետք որ մնամ։ Թող գնամ։ Դադի, Դադի, խնդրում եմ։ Դու այստեղ բոլորից մեծ ես։ Դադի, դու կարող ես հասկանալ, թե մեր ընտանիքներում ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Միայն դու կարող ես կյանքի ճիշտ ընկեր գտնել թորնիկիդ համար։ Դադի, միայն դու կարող ես որոշել։ Ես կդառնամ լավ հարց ձեր տան համար, թե ոչ։ Դադի, եթե դու էլի այն կարծիքին ես, որ ես չեմ կարող լավ հարց դառնալ ձեզ համար, խոստանում եմ, որ ոչ մի հարսանիք չի լինի։ Թափքի։ Ինչ ես ասում։ Դադի, խնդրում եմ, հասկացիր Թափքին։ Ուզում եմ ասել, որ Թափքին շատ լավ աղջիկ է, և մայրիկը… Դու էլ մորդ նման ես խոսում։
Բայց եթե ես մի բան որոշել եմ, Աստված էլ միտքս չի փոխի։ Արի Բիհան։ Դադի։ Դադի, խնդրում եմ, եթե ինձ չեք հավանում։ Եթե դեմ եք մեր ամուսնությանը, լավ։ Բայց այդպես բարկացած մի գնացեք։ Հայրիկս ասում է, որ հյուրն Աստծո պես մի բան է։ Դադի, եթե Աստված այսպես բարկացած հեռանա տնից, այսպես թողնի գնա, Դադի, ես տատիկի սեր երբեք չեմ տեսել, եթե եկել եք, ուրեմն գոնե ձեր ձեռքը սիրով դրեք գլխիս։ Խնդրում եմ, Դադի։ Խնդրում եմ, նստեք։ Լավ, Դադի, մի նստեք, բայց խնդրում եմ գնալուց առաջ մի բան կերեք։ Ադիտի։ Սա ինչ է։ Ուզում ես ինձ քաղցրավենիք տալու սպանել, ինչ է չգիտես, որ ես շաքարախտուն եմ։ Վասու, այս ինչ աղջիկ ես ընտրել։ Դեռ տուն հարց չեկած, արդեն ուզում է տատիկին սպանել։ Խնդրում եմ, Դադի։ Սա առանց շաքարի է արված։ Թափքին սա հատուկ ձեզ համար է պատրաստել, իր սեփական ձեռքերով։ Բոլորը խոսքը մեկ են արել։ Բոլորն այս աղջկան են պաշտպանում։ Դրուվ, դու ես երևի նրան ասել իմ հիվանդության մասին։ Ոչ, Դադի։ Պարոն Դրուվն ինձ ոչինչ չի ասել։ Մի անգամ ես ձեր տուն եմ եկել։ Մի փաստաթուղթ տալու։ Ես այդ ժամանակ լսեցի, թե ինչպես է Աշվին Բահայան շաքարախտի տեղ պատվիրում հեռախոսով։ Եվ Դադի, եւ այսօր թեյն ու անուշեղեն նա առանց շաքարի եմ արել։ Սովորաբար մեծերն են տանում փոքրերի կմահաճույքները։ Բայց փոքրերն էլ պետք է հասկանան, թե ինչի կարիք ունեն մեծերը։ Խնդրում եմ, գոնե մի բաժակ ջուր խմիր, կամ մի բան կեր։ Դադի, մենք չենք ամուսնանա, եթե դու չես ցանկանում։ Նստիր, խնդրում եմ։ Նստիր, խնդրում եմ։ Ես ոչ կնստեմ, ոչ էլ մի բան կուտեմ։ Սպասիր, ուր ես գնում։ Ես անուշեղենը կուտեմ հենց, որ արարողությունը վերջացնեմ։ Եվ ես հենց առաջինը կսկսեմ այն։ Դադի, դու ասում էիր, որ նույնիսկ Աստված քեզ չի համոզի նրանց նշանել։ Տեսնում ես, իմ բհաբին քեզ համոզեց։
Այս աղջկան հենց Աստված է օրհնել։ Վասուն ճիշտ էր, մեր տանը հենց այսպիսի հարս է պետք։ Գեղեցիկ, կիրթ, հասուն, հասկացող ու ավանդապահ։ Ու շատ դասյարակված։ Նրա նմանը չկա։ Մի բան ասեմ աղջիկս։ Իմ ասածները սրտիդ մոտ մի ընդունիր։ Ուղղակի մտածիր, որ ես փորձում էի։ Փորձում էի, թե հարսս ճիշտ ընտրություն է արել, թե ոչ։ Ես հիմա հասկացա, թե ինչու է իմ Վասուն հենց քեզ ընտրել։ Չնայած քո այդ թերությանը, կակազելուն։ Ես մայրիկին կակազելու այդ հատվածը չեմ գրի։ Համարիր, որ արդեն մեր տան հարսն ես։ Սպասեք։ Մենք ձեր նվերը չենք մերժի, որովհետև սա նշանադրություն է, բայց որդուս այդ բաները պետք չեն։ Նրան միայն մի ռուփի ու մի կոկոս տվեք։ Եղբայր, ինչի համար եք ուզում այդքան նեղություն կրել։ Ահա, վերցրեք։ Քերի, մեզ միայն ձեր օրինակը տվեք։ Դա միշտ մեզ հետ է լինելու։ Բարգի, արարողությունը վերջացավ, հարսանիք հաստատ լինելու է։ पत्तों पे बारिशें ठहरी हुई है थपथपा दो चल पड़े रस्तों पे ख्वाहिशें रुकी सी है पंख दे दो उड़ पड़े Եկեք, սելֆիի ժամանակն է, հավաքվեք այստեղ, բոլորդ եկեք, արի այստեղ։ निकलती है बातें चुप चुप के फिर भी सब कहती है आंखें और ख्वाब है कि ना रुकते Ասեք պանիր, ասեք։ Պանիր։ Այո, պան։ Շուտ ինձ ցույց տուր քո եւ թափքի սենյակները։ Արի, ես ուզում եմ դրանք տեսնել։ Այո, ես էլ կգամ։ Վասունդրաջի, ասեք, թե երբ եք ուզում նշանակել հարսանիքի օրը։ Եթե մոտավորապես ասեք, մենք կխոսենք վանականի հետ։ Հեռախոսից մարդկոցը նստել է։ Ինչպես ասեմ մայրիկին։ Վասու, պատասխանիր խնամիներին։
Ես ճակատից բինդին Չադնի խանութից եմ գնում։ Բայց ինչու եք հարցնում, եղբայր։ Լսիր, նա հարսանիքի մասին է հարցնում, քեզ ինչ է եղել։ Ուշադիր լսիր, թե ինչ է ասում խնամին։ Մամ, քերին հարցնում է, թե երբ ենք նշանակելու հարսանիքը։ Ես թափքի համար էլ բինդի կպատվիրեմ նույն խանութում։ Մի մտածեք։ Մամ, քեզ լավ ես զգում։ Մայրիկ ինձ նայիր։ Լավ ես։ Քեզ ինչ-որ բան է պետք։ Մայրիկ, դու ինձ հասկանում ես։ Կհասկանար, եթե լսեր, բայց մայրիկը չի լսում։ Ինչ? Ինչ եղավ? Ինչու եք բոլորդ այդպես նայում ինձ։ Մեզ բացահայտեցին, մայրիկ։ Արդեն գիտեմ, որ դու չես լսում։ Ներեցեք։ Ես մի քանի օր է լավ չեմ լսում։ Ինչ որ միջատ եք գցել ականջս։ Մամ, ինչու ինձ ոչինչ չէր ասում։ Ինչպես է պատահել, ինչու ինձ չես ասել։ Նա ուղղակի չէր ուզում ոչ ոքի նեղություն տալ։ Բիհամ, բայց սա լուրջ հարց է, ես պետք է իմանայի։ Բաբի, դու ինչու ինձ չէր ասում։ Բայց ախր ինչ անեի։ Մայրիկն արգելել էր, նա մեզանից խոսք էր վերցրել։ Բայց ես գոնե կարգին բժիշկ կբերեի։ Մամ, սա Դրուվ տղաս։ Մի քեզ նայիր։ Տես ինչպես ես քեզ կորցրել։ Մամ, Լսիր ինձ։ Ես լավ եմ, անհանգստանալու կարիք չկա։ Ինչու էիր մեջ ընկնում։ Եթե տեղդ նստեիր, ես նրան հաղորդագրություն կուղարկեի քո հեռախոսից։ Իսկ հիմա բոլորն արդեն ամեն ինչ իմացան։ Ինչ անենք։ Թափքի գաղտնիքն այդպես էլ գաղտնիք մնաց։ Մայրիկն էլի չգիտի, որ թափքին կակազում է։ քույրիկ, սա վերցրեք։ Ես էլ եմ լսողության հետ կապված խնդիրներ ունեցել։ Թափքին էր սա ինձ համար գնել։ Վերցրեք, հաստատ կօգնի։ Անմիջապես կլսեք։ Տեր Աստված, մայրիկը հիմա կիմանա, որ թափքին կակազում է, հարսանիք էլ չի լինի։ Ինչ անենք։ Ահա որ կլինի։ Մորաքույր, ինձ տվեք։ Նա ինքն իրեն վատություն է անում։ Արա։ Թող մայրիկը լսի, թե ոնց ես կակազում։ Թող վերջդ գա թափքի։ Մորաքույր, լսողությունը մի քիչ բացվեց։ Մամ, դու մեզ լսում ես։ Ոչ։ Սրանով էլ ոչինչ չեմ լսում։ Երևի դրա համար էլ բժիշկն ինձ սրանից չէր նշանակել։ Ոչինչ, ես դեղեր եմ օգտագործում։ Շուտով ամեն ինչ կանցնի։
Եղբայր, քույրիկ, մենք արդեն գնանք։ Վաղը երեկոյան դուք մեր տուն պետք է գաք։ Այնտեղ էլ կորոշենք հարսանիքի օրը։ Ինչքան շուտ դա անենք, այնքան լավ բոլորիս համար։ Դե լավ, խնամիներ։ Մեկ անգամ եւս աչքներս լույս լինի։ Ինքնագիր։ Բայց արդեն տվել էր։ Այո, բայց նա այն ժամանակ իմ փեսան չէր։ Դպրոցում ոչ ոք չհավատաց, որ նա իմ փեսան է։ Սրա մեջ լավ կանես գրես շուբի փեսադրով։ Լավ, հիմա կգրեմ։ Բոլորն ինձ կնախանձեն։ Այո, բայց դասերիդ էլ ուշադրություն դարձրու։ Դրով, կարգին գրող գրիչ չունես։ Դու ինչ է չգիտես, որ ես չաշխատող սարքեր կակազ մարդկանց տանել չեմ կարողանում։ Շուտ, գնա ուրիշ գրիչ բեր։ Լավ։ Տղաս, ահա, վերցրու։ Շնորհակալություն։ Շուբի, տեսա, դրով։ Եղավ։ Շնորհակալություն, դրով ջիջու։ Բոլորին ցույց տուր։ Դե լավ, գնացինք։ Լավ տղաս։ Ցտեսություն, դրով ջիջու։ Առայժմ շուտ, գնացինք։ Այո, պան։ Բաուջի, ինչու ես մենակ նստել։ Գիտես ամեն ինչ այնքան լավ անցավ։ Նշանադրություն եղավ, թե թողեցիք հետ եկաք, որովհետև Թափկին մայրիկին դուր չի գալիս։ Ճիշտ չէ, մայրիկ։ Նրան չհավանել կլիներ, ես կսպանեմ նրան, ով հասիս դեմ մի բան ասի։ Օհ, ուրեմն թափկին քեզ էլ է գրավել։ Այո, իհարկե։ Ամեն ինչ շատ լավ անցավ, բայց այնքան նստեցի, մեջքս սկսեց ցավել։ Գնա հանգստացիր, ես քեզ հիմա քո սենյակը տանեմ։ Ես էլ կգամ ու քեզ նկարները ցույց կտամ։ Լավ։ Զգույշ։ Այդ ուր եք գնում։ Ինձ լսեք։ Վաղը թափքի ծնողներն առաջին անգամ մեր տուն են գալու։ Նրանց հարկավոր է կարգին ընդունել։ Կյանքը կանգ չի առնում։ Մեր մյուս թողարկման մեջ մենք ձեզ կծանոթացնենք Վանի Չատուրվերդի հետ։ Նա մեծ քայլ է արել հաղթահարելով իր թերությունը։ Մտերիմները նրան թափքի են անվանում։ Նա կպատմի իր կակազության եւ այն բոլոր փորձությունների մասին, որոնց միջով անցել է։ Չմոռանաք դիտել այս բացառիկ հարցազրույցը նրա հետ օգոստոսի 13-ին ժամը 7-ին։ Ինչ եք այդպես նայում։ Լսեցիք։ Ինչին եք նայում։ Մայրիկ ոչ մի բան, դու ոչ մի բանի մասին մտածիր։ Գնա նստիր բազմոցին։ Ես քեզ համար ջուր կբերեմ։ Արի, ես իմ սենյակում կհանգստանամ։ Ջուրն իմ սենյակ կուղարկես։ Լավ։ Թափքի։ Թափքին։ Այդ ինչ է։ Ինչու են թափքին ցույց տալիս հեռուստատեսությամբ։ Ասացեք, ինչու են նրան ցույց տալիս։ Թափքին ցույց են տալու Դրովի հաղորդման ժամանակ։ Բոլորը կիմանան, թե նա ինչքան քաջ է։ Այո, ինչ հոյակապ բան է։ Ես այս հաղորդումը հաստատ կնայեմ։ Երբ է լինելու։ Մայրիկին ճիշտ օրն ու ժամը չասես, թե չի ամեն ինչ կիմանա թափքի մասին։ Անկախ նրանից ականջը կբուժվի թե ոչ, նա այդ հաղորդումը չպետք է նայի։ Պարզ է։ Ես հիմա կգրեմ։ Օգոստոսի 14-ին հիշել է պետք։
Սխալ օր եք ասում։ Ձեզ այդքան խելոքի տեղ եք դրել։ Հաղորդագրություն։ Սումանը թվաբանությունից լավ չէ, որովհետև քիչ է սովորել։ Լավ։ Այս անգամ ձեզ կհավատամ, բայց հաշվելու եմ ձեր բոլոր սխալները մեկ առ մեկ ու պատժելու եմ ամեն մի սխալի համար։ Պարզ է, ահա իմ հեռախոսը, ու միացրեք այն անունն ինչ էր, հիշեցման ռեժիմը։ Հենց դա, որ անպայման նայեմ թափքի հարցազրույցը։ Միացրեցի։ Գիտեք, պարոն Դրով, դուք ինձ աշխարհի ամենալավ նվերն եք տվել։ Ես սա միշտ աչքիս լույսի պես կպահեմ։ Բայց ես նրան դեռ ոչինչ չեմ նվիրել։ Ինչ տամ նրան։ Մի բան, որը նման է Թաջ Մահալին, ու նրա պես եզակի գեղեցկություն ունի։ Մի այնպիսի բան, որը մինչև հիմա ոչ ոքի չեն նվիրել։ Տվեք ծննդյան տվյալները։ Ինչ եք ասում, վանական։ Ես ուզում եմ տղայի ու աղջկա ծննդյան տվյալները ստանալ։ Մամ։ Ահա։ Այո, վանական։ Դրովի բոլոր տվյալներն ինձ մոտ են, բայց թափկիինը նրա ծնողները պետք է բերեն։ Նրանք արդեն այստեղ են։ Ահա։ Որտեղ էիր նրանց սպասում։ Ես նրանց դրսում էի սպասում, դադի, եւ տես բերել եմ Բահաբիին։ Երկուսի տվյալներն էլ արդեն ձեզ մոտ են։ Եկեք գտնենք նրանց հարսանիքի ճիշտ օրը։ Լավ։ Ահա Վասունդարաջի։ Ինչպես եւ դուք եք ուզում, շատ լավ օր կա առաջիկայում։ Լիալուսնի առաջին օրը։ Այո, եկեք ամեն ինչ արագել կազմակերպենք։ Եղբայր, համաձայն եք, չէ՞։ Այո, քուրիկ, այդքան շուտ մենք պետք է հարսանիքին պատրաստվենք։ Ինչպես ենք այդքան բան հասցնելու։ Եղբայր, դուք միայն նրան հրաժեշտ տալու պատրաստվեք։ Մնացած բոլոր ծեսերը մեր տանն են արվելու։ Դուք անհոգ եղեք։ Դե պայմանավորվեցինք։ Ուրեմն Լիալուսնին Դրովի եւ թափկի հարսանիքն է լինելու։ Կրկնօրինակումը կատարվել է Շանթ հեռուստաընկերությունում 2019 թվականին։